Ես չգիտեմ, ամեն ինչի Հստակ պահանջ է, եթե ուզում իմանալ, հստակ պահանջը առաջարկված կա, որ փուլ առ փուլ, եթե օրենքի կետ են ուզում փոխեն, ուրեմն բառից բուն իմաստով թող դնեն քննարկման փուլ առ փուլ, որովհետև հագուստը ուրիշ ձև է աշխատում, սնունդը ուրիշ ձև է աշխատում, ոսկին ուրիշ ձև է աշխատում, դրանք լրիվ տարբերակներ են, որ կառավարությունը պարտավոր էր քննարկել տվյալ գործատուների հետ։ Մեր հստակ պահանջն է դա, որ փուլ առ փուլ քննարկեն եւ գան ճիշտ որոշման, որ ոչ հարկատուն շահի, ոչ պետությունը լինի ոսկե միջինը։ Մեր ամբողջ պահանջը դա է։ Իսկ պարզեցված հարկը, որ իրանք սենց կարկատել են, պարզեցված հարկը գիտեք ինչա նշանակում, որ այսինքն հաշվապահական հաշվառում չպետք է լինի, քաղաքացին ազատված է հաշվապահական հաշվառումից, կասան կխփիշ, իր շրջանառության հարկը կմուծի եւ վերջ։ Դրա համար, եթե իրանք ինչ-որ մեկնաբանում են, որ չեն խփում, ստվեր կա, թող ստուգողները շատ լինեն, մենք երբեք չենք բողոքել, որևիցե մի անգամ տեսել եք, գանք հավաքվենք ստեղ, ասենք, գիտեք ինչ, հարկային օրը մեջ մտնում է շուկա, նման բան չի եղել։ Իսկ եթե ինքը պարզեցված հարկը սենց կարկատում էր ու ժողովրդին անհասանելի էր, թողելներ մի անգամից ասեր, լսեք, գիտեք, հարգելի քաղաքացիներ, ես եմ որոշել ու որոշում եմ մտենց, որ բոլորը պետք է գնաք այն դես դաշտ եւ այդ ձև պետք է աշխատեք։ Օրենքը միայն դա է պահանջում։ Խիչ էր դա ասում, խիչ էր նայում մեր աշկերի մեջ ճիշտ է խոսում, հերիք չի մենք խաբվենք։ Այս փուլում նման որոշում կայացնելու իմաստը որն էր, արդյոք դրանով փորձում էին տնտեսվարողներին հանգստացնել, որ տեսեք մենք որոշում ենք կայացրել կասեցման, որովհետև հանրությունը այդպես հասկացավ, որ կասեցին։ Այո, որ այսօր ազդեն այսքան քիչ մարդ լինել, այսօր շատ մարդ էր լինելու, որտեղ մենք հայտարարել ենք, որ հավաքվելու ենք ամսի 3-ին, շատ մարդ էր լինելու, իրանց նպատակը սա էր, որ մեզ չկարողանան միավորել, որ մեզ պառակտեն, իրանց մենակ 1918 թվին էր պետք միավորում, հիմա ընդհանրապես ոչ մեկի, ոչինչ չի հետաքրքրում, անգամ ընդդիմությանն էլ չի հետաքրքրում, արդեն պատկերացրեք ամենայն ազնվությամբ, սա քաղաքական հարց չէր, բայց եթե կառավարությունը ինքը ի վիճակի չի ճիշտ որոշում կայացնել քաղաքացու հետ, գործատուի հետ, որ գործատուն չի եկել է բողոքում, ձեռքերը պարզել ասել, գիտեք ինչ, հարգելի կառավարություն, ես ձեզ չեմ վճարելու, դուք ոչ մի բանով ինձ չեք օգնում, գործատուն եկել է ասում, եկեք նստենք մի սեղանի շուրջ եւ քննարկենք, տեսնենք ոնց անենք, որ ճիշտ լինի։ Իսկ հիմա իրանք գիտեք ինչ են ուզում անել, ուզում են բոլորին լցնեն բերդերը, ուզում են բոլորի ծնողների կտակասներն էլ տանեն։ Կարինե նաեւ մանրամասնեք այսօրվա անելիքները ձեզ, ինչքան եք այստեղ մնալու, պահանջը։ Կորոշենք, դեռ հələ նոր ենք հավաքվում, դեռ հələ տեսնում եք քիչ ավելանում են, ըստ այդմ կորոշենք ինչ ենք անելու։ Ժամանակ հանդիպում եւս եղավ, ում հետ եղավ հանդիպումը եւ ի վերջո ինչ որոշվեց։ Ցավը տանեմ ոչ մի հանդիպում էլ չկա, խաբեություն է, խաբում են, որ իբր թե բարձրացնեն վերև հանդիպենք, մենք ուզում ենք հիմա միայն պետք է վարչապետի հետ հանդիպենք, որովհետեւ ոչ նախարար, ոչ էկոնոմիկայի նախարարությունը լրիվ մեռած է։ Լրիվ տապալված է, մենակ վճարվում է։ Էկոնոմիկայի նախարարությունը հիմա պետք է գլուխը ջարդել, որ այսքան քաղաքացի չելնի, այսքան ածը չտուժվեն։ Լրիվ տապալված է, մենակ մեր հարկերի հաշվին վճարվում է։ Ինչի մասին եք խոսում, ինչ նախարարություն։ Ստեղ մի հոգի է որոշում, ամբողջ Հայաստանում մի հոգի որոշում է, դու կապրես, թե չես ապրի։ Ուրեմն ինքը պետք է մեզ ընդունի, որ 30 քաղաքացի ընդունում էր 5-6 հազար հոգի հավաքվել ենք, այսօր էլ ահագին հավաքվել ենք, խիչ ընդունում, թող ասես ինչ օր եկեք, ես ձեզ հետ կհանդիպեմ։